Ազդարանման համակարգի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանրային քննարկման է դրված դրաֆտ կետեմ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Արդյոք նոր կարգավորումները կբարձրացնեն ազդարանման համակարգի արդյունավետությունը եւ կապահովեն ազդարարների իրավունքների ավելի լավ պաշտպանություն։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության եւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեսակետները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Ազդարարման համակարգի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանրային քննարկման դրվեց Արդարադատության նախարարության կողմից եւ մասնագիտական համայնքում քննարկումների առիթ դարձավ։ Ինչ հիմնական փոփոխություններ է նախատեսում այս նախագիծը, ինչպես են այդ փոփոխությունները փոխելու ազդարարման համակարգի ներկայիս գործունեությունը։ Ներկայումս առաջարկվող կարգավորումներում նախատեսում է մի շարք փոփոխություններ իրականացնել ազդարարման գործող համակարգում, ըստ էության սկսվում է փոփոխությունները իրականացնել հենց ազդարարման տեսակներից, վերանայվում են արտաքին եւ ներքին ազդարարման առկա մեխանիզմները, արտաքին ազդարարումը ըստ էության այսուհետ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է իրականացնել միայն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, ներքին ազդարարման բaragam եւս կառաջարկվեն փոփոխություններ, որոնք բարձրացնեն ներքին ազդարարման ուղիները, առաջարկվում են փոփոխություններ նաեւ պաշտպանության մեխանիզմների հետ կապված, կհստակեցվեն ազդարարներին տրվող պաշտպանության առկա օրենսդրական կարգավորումները, այդ թվում նաև ուշադրություն կդարձվի հատուկ պաշտպանության առկա օրենսդրական կարգավորումներին։ Նաև առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ, այդ թվում հասկացություններն են վերանայվում օրենսդրությամբ ազդարարման համակարգի հետ առնչվող։ Այստեղ կուզենայի նաև կարևոր շեշտում անել, որ ազդարարման համակարգով այսուհետ նաև հնարավոր կլինի ներկայացնել ազդարարումներ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված իրավախախտումների վերաբերյալ, սա եւս բխում է ինչպես գործնականում առաջացած անհրաժեշտությունից, այդպես էլ միջազգային մեր պարտավորություններից, ինչպես նաեւ իրականացում են ազդարարման համակարգի մի շարք այլ բարելավումներ։ Ոլորտի ներկայացուցիչների դիտարկմամբ ընդունման պահից սկսած սա ամենամեծ փոփոխություններ նախատեսող նախագիծն է։ Մինչ այս մի քանի փոփոխություններ են նախատեսված եղել եւ մի շարք համակարգային հարցեր այդ փոփոխություններով այդուհանդերձ չեն լուծվել։ Ես կարող եմ ասել, որ նախագծում բավական կարևոր կարգավորումներ նախատեսվել են այնինչ մենք որպես մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություն վերջին տարիներին քարտեզագրել ենք եւ ներկայացրել ենք կառավարությանը, այդ թվում հիմնավորելով, որ հենց այդ համակարգային լուծումների բացակայության արդյունքում է, որ փաստացի այս ինստիտուտը ամբողջությամբ չի արդարացրել իրեն ներդրման պահից, բայց միևնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ դեռևս ունենք չլուծված հարցեր եւ մարտահրավերներ, որոնք թեև նախկինում քննարկել ենք, բայց ցավոք սրտի նախագծում տեղ չի գտել։ Դրանից ես կարող եմ առանձնացնել մարմնի առկայությունը, ազդարարման համակարգի զարգացմամբ, ընդհանրապես ազդարարների եւ նաեւ պատասխանատուների գործունեությունը համակարգող մարմնի առկայության խնդիրը դեռ Հայաստանում առկա է։ Նախագծով հիմնականում առանձնացվել են այն երկու մարմինները, որոնք պատասխանատու են լինելու օրինակ գլխավոր դատախազությունը արտաքին ազդարարման հաղորդումների ընդունելության ընթացքն ապահովելու, որոշ դեպքերում նաև քննության մասով կախված նրանից թե ինչ տեսակի ազդարարում է ստացվել, եւ մարդուրանքների պաշտպանի աշխատակազմը, որ տրամադրելու է խորհրդատվություն, վիճակագրությամբ է զբաղվելու, ինչպես նաև իրականացնելու է ազդարարների պաշտպանության մեխանիզմները եւ երաշխիքները։ Այս մասով ես կարող եմ նշել, որ դա նաև ՏՀԶԿ հանձնարարականներից մեկն էր Հայաստանում, որ այս տարբերակով նախագիծը չի կարող լուծել եւ չի կարող փակել այն բացը, որ առկա էր մարմին չունենալու դեպքում, օրինակ, որ մարմինն է զբաղվելու ազդարարման պատասխանատուների աշխատանքների համակարգմամբ։ Հա, կարևոր հարցերից մեկը ընդհանրապես ներքին ազդարարման դեպքում, երբ որ արդեն բոլոր մարմիններում լինելու են պատասխանատու անձիկ, որ զբաղվելու են միայն ներքին ազդարարման եւ ոչ թե արտաքին ազդարարման հարցերով, կրկին անգամ նորից բաց է մնալու այս անձանց աշխատանքների համակարգումը։ Նախագիծը մշակվել է ՏՀԶԿ-ի եւ GRECO-ի գնահատականների հիման վրա, նպատակ ունի վերացնել այս կառույցների կողմից բացահայտված խնդիրները եւ համապատասխանեցնել Հայաստանի օրենսդրությունը միջազգային չափանիշներին։ Միջազգային կազմակերպությունները, հատկապես ՏՀԶԿ-ի գնահատման շրջանակներում վեր են հանել, կարելի է ասել գրեթե բոլոր հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ եւս նախագծով առաջարկվում են լուծումներ, օրինակ հենց ՏՀԶԿ-ն եւս մատնանշում է, որ արտաքին ազդարարման պարագայում իրավասու մարմինների շրջանակը անհստակ է եւ դա կարող է
գործնականում խնդիրներ առաջացնել ազդարարների համար։ ՏՀԶԿ-ի կողմից նշող մյուս կարևոր վերհանվող խնդիրներից մեկը դա պաշտպանության միջոցներին էր վերաբերվում։ Նշվում էր, որ պաշտպանության միջոցների հետ կապված օրենսդրական կարգավորումները ունեն բացեր, որոնք գործնականում եւս կարող են խոչընդոտել ազդարարների պաշտպանության միջոցներ տրամադրելու հարցում։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2022 թվականին ողջունել են ազդարարման համակարգի փոփոխությունները, սակայն մատնանշել են մի շարք բացեր, քրեական վարույթի մասնակից չհանդիսացող ազդարարների պաշտպանության ընթացակարգերի բացակայությունը, մասնավոր հատվածի աշխատողների ազդարարման իրավունքի սահմանափակումը եւ իրավասու մարմինների գործառույթների անորոշությունը։ Երբ պաշտպանության միջոցների եւ երաշխիքների իրականացումը դրված է մարդուրանքների պաշտպանի իր աշխատակազմի վրա, նախկինում եւս աշխատակազմը բարձրաձայնել ռեսուրսների սակավության խնդիրը, առկային մասնագիտացման խնդիրներ, պաշտպանության մասով ես ինչպես արդեն նշեցի, այստեղ միակ փոփոխությունը, որ գործառույթը վերապահված է մարդուրանքների պաշտպանի եւ իմ մտահոգությունները առայն թե արդյոք պաշտպանը աշխատակազմը կարող է իրականացնել այս կարևոր գործառույթը, ինձ համար ամեն դեպքում այս բանին համոզիչ չէ եւ ես չկարողացա նաեւ համապատասխան հիմնավորում գտնել իրավական ակտերի նախագծում։ Առաջարկվող նախագիծը էականորեն ընդլայնում է ազդարարման համակարգի կիրառման շրջանակը, ներառելով 250 եւ ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները։ Ներդրվում է էլեկտրոնային նոր համակարգ։ Կարևոր է նշել, որ ազդարարման էլեկտրոնային հարթակը այս պայմանությամբ ամբողջապես ապահովում է ազդարարների անանունությունը, ոչ միայն օրենսդրական մակարդակում, որովհետեւ օրենսդրությունը արգելում է ազդարարների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտել եւ ընդհանուր մինչեւ քրեական պատասխանատվություն է նախատեսում ազդարարների տվյալների բացահայտելու համար, այլ նաեւ տեխնիկական մակարդակում էլեկտրոնային հարթակը հնարավորություն չի տալիս տեխնիկապես բացահայտելու ազդարարում կատարող անձին, այդ թվում նաև անձի կողմից կիրառվող տեխնիկական միջոցներ նույնականացնելու հնարավորությունն է բացառում։ Այս տեսանկյունից կարող ենք նշել, որ ազդարարման համակարգը բավարարում է առկա լավագույն ստանդարտներին եւ ըստ էության ամբողջապես ապահովում է ազդարարների անանունությունը։ Ինչ վերաբերվում է արդեն ներքին ազդարարումների շրջանակի ընդլայնմանը, այդ թվում մասնավոր կազմակերպությունների ներառելով այս ցանկում, հարկ է նշել, որ այս կարգավորման ներդրումը ըստ էության բխում է առկա լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներից։ Նմանատիպ ստանդարտներ կան նաև Եվրոպական միության երկրների համար, որտեղ մասնավոր ոլորտի կազմակերպություններին որոշակի չափանիշների համապատասխանող եւս պարտավորեցվում է ունենալ ներքին ազդարարման կառուցակարգեր։ Փոփոխություններով ակնկալվում են համակարգի էական բարեփոխումներ, կիրառման շրջանակի մեծացման եւ նոր մեխանիզմների ներդրման շնորհիվ։ Հաշվի առնելով, որ մասնավոր ընկերությունները որպես այդպիսին երբևէ լայն իմաստով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում թիրախային խումբ չեն եղել, մենք 2 տարի առաջ, երբ Արդարադատության նախարարության հետ մեկնարկեցինք ազդարարման իրազեկման համապետական արշավ, որպես առանձին թիրախային խումբ, նաև նախատեսել էինք մասնավոր կազմակերպություններին եւ դեռ 2-3 տարի առաջ էր մեզ մոտ այն մոտեցումը, իհարկե ավելի վաղուց էր եղել, բայց այն ավելի հղկացել էր 2-3 տարի առաջ, երբ կազմակերպությունները, մասնավոր ընկերությունները եւս պետք է ներգրավված լինեն այս process-ում, այդ թվում նաև ազդարարման ինստիտուտների ներդրման մասով, առանձին իհարկե քաղաքասարակության գործառույթը, օժանդակիչ դերը, կառավարության այդ թվում ընկերություններին կարող են տարբեր ձև արտահայտվել։ Դրան կարող են լինել եւ դասընթացների տեսքով, դրան կարող են լինել եւ առանձին ընթացակարգերի ներդրման մասով, երբ մենք օժանդակենք։ Օրինակ, կազմակերպություն նախկինում փորձ է ունեցել փոքր եւ միջին ընկերություններում ներդրվել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր, որի նաեւ մաս էր կազմում ազդարարման համակարգը, այսինքն այստեղ կարծում եմ, որ քաղաքասարակության կազմակերպությունները բավականին անելիք եւ կարող են նաեւ օգտակար լինել երկուստեք։ Միասնական էլեկտրոնային հարթակի ներդրումից զատ սահմանվում է մարդու իրավունքների պաշտպանի հստակ լիազորություններ ազդարարների պաշտպանության ապահովման հարցում։ Միևնույն ժամանակ քաղաքացիական հասարակության կողմից նախկինում արտահայտվել են մտահոգություններ էլեկտրոնային հարթակի թափանցիկության եւ հանրությանը ազդարարման դեպքում ներքին եւ արտաքին ազդարարման պարտադիր հաջորդականության խնդրահարույց լինելու վերաբերյալ։ Մարդուրանքների պաշտպանը որպես այդպիսին առ այսօր անգամ չի եղել գրանցված դեպք, որ ազդարարները դիմեն պաշտպանության համար եւ դա կարող է տարբեր հանգամանքներով պայմանավորված լինի, սկսած իրազեկումից, այսինքն անտեղյակությունից մինչեւ ուղղակի դեռևս ոչ բավարար վստահության մակարդակ իրավասու մարմինների նկատմամբ։ Դրա համար նաեւ ցուցանիշները ցույց էին տալիս, որ Հայաստանում ազդարարումը հիմնականում իրականացվել է էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով եւ այն էլ մեծամասամբ անանուն տարբերակով։ Ու նորից մենք պիտի վերադառնանք այն հարցին, արդյոք այս բոլոր հարցերը, արդյոք այս բոլոր խնդիրները
եւ բոլոր հնարավոր բաց եւ դրական եւ բացասական կողմերը քննարկվել են, երբ որոշվել է, որ այդ կարևորագույն ֆունկցիան պետք է տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին։ Նաեւ նախագծում մի քանի կարևոր հանձնարարականներ ու նաեւ մեր կողմից նախկինում ներկայացված առաջարկներ, որ ցավոք սրտի նախագծում տեղ չի գտել, դա վերաբերվում է նրան, որ խրախուսման համակարգը այդպես էլ չի նախատեսվել, թեպետ նախկինում քննարկվել էր ու տպավորությունը այնպիսին էր, որ կառավարությունը հակված է նաև նախատեսել խրախուսման միջոցներ ազդարարների նկատմամբ։ Նախագծի ընդունման Արդարադատության նախարարությունը ակնկալում է համապատասխանեցնել Հայաստանի օրենսդրությունը Եվրոպական միության իրավական չափանիշներին եւ ապահովել ազդարարման համակարգի արդյունավետությունը։ Նախարարությունը համակարգի արդյունավետության գնահատման համար արդեն իսկ անցկացնում է մշտադիտարկումներ։ Այս փուլում արդեն իսկ մենք ազդարարման համակարգի արդյունավետության մոնիտորինգ բարբերաբար իրականացնում ենք։ Մոնիտորինգի կարևոր եւ հիմնական ցուցիչներից մեկը դա հավաքագրվող վիճակագրությունն է, որը հավաքագրվում է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան կտրվածքով, ներքին եւ արտաքին ազդարարումների վերաբերյալ, այնպես էլ հենց ազդարարման էլեկտրոնային հարթակը բուն էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված ազդարարումների վերաբերյալ վարում են վիճակագրություն։ Վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս այս վայրերությամբ, որ ըստ էության արտաքին ազդարարումները ավելի մեծ քանակի ներկայացում են անանուն եղանակով էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ ներքին ազդարարումների թիվը այս բային համեմատաբար քիչ է։ Սա ըստ էության ցուցիչ է, որ ներքին օրենսդրական կարգավորումների եւ գործնական կիրառության հարցում առկա են որոշակի խնդիրներ, ինչպես նաեւ արտաքին ազդարարման ոչ էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվող ազդարարումների մասով։ Այդ խնդիրների ուղմանն է հենց ուղղված օրենսդրական փոփոխությունները եւ եթե այս բայդրությամբ մենք դիտում ենք թվերը եւ համեմատում ենք առկա կարգավորումները, մենք տեսնենք, որ ըստ էության փոփոխությունների արդյունքում հստակեցվելու է նաև ներքին ազդարարումների ուղիները, թե ինչ եղանակներով պետք է ներքին ազդարարումները իրականացվի։ Ըստ էության օրենսդրական մակարդակը լավ հիմքեր է ստեղծում, հետագայում նաև ենթաօրենսդրական մակարդակում ավելի մանրամասն կարգավորելու ներքին ազդարարման եղանակները։ Մշակող մարմինը ազդարարման արտաքին համակարգի մշակման ընթացքում առաջնորդվել է միջազգային փորձով, որը ցույց է տալիս, որ արտաքին ազդարարումը անցկացվում է մեկ եղանակով եւ դրա համար պատասխանատու է մեկ կամ երկու մարմին։ Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ բարձրացված ազդարարման ուղիները ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեն անձանց համար բարձրացված խնդիրները հաղորդելու տեսանկյունից եւ կխուսափեն անձիկ տարբեր տարակուսանքներից եւ մտավախություններից ազդարարում իրականացնելիս։ Կարծում ենք, որ իրականացող փոփոխությունները կնպաստեն նաև ազդարարների թվի աճին, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրների աճին։ Նախագծում բաց է մնում ազդարարման վարույթների քննման կարգը, բողոքները, որոնք ստացվել են արտաքին ազդարարմամբ, ինչ ընթացակարգով են քննության առնվելու, ինչպես նաև քննարկման շրջանակից դուրս է մնացել հանրության ազդարարման հարցը։ Մեկ այլ կարևոր կարգավորում, որ այս պայծրությամբ դուրս է մնացել նախագծի շրջանակներում, չնայած նրան, որ եւ նախարարության հետ սա երկար քննարկել ենք եւ Հայաստանին ուղղված ԴՀԶԿ առաջարկներից է եղել եւ բխում է նաեւ միջազգային լավագույն փորձից, դա վերաբերվում է հանրության ազդարարմանը։ Այն դեպքում, եթե ներկա կարգավորումներով հանրության ազդարարում իրականացվում է միայն այն դեպքում, երբ անձը արտաքին ազդարարման խողովակով իրականացնում է հաղորդում, բայց որպես այդպիսին արդյունքներ չի ստանում եւ ներկա կարգավորումների համաձայն իրավունք է ունենում այդ մասին ԶԼՄ-ներում տարածել հաղորդումը, ազդարարումը։ Այս առումով կարևորվում են նաեւ այն բացառությունները, որոնք առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Առաջինը, երբ կա հանրությանը վնաս հասցնելու վտանգ, եւ երկրորդը, երբ անձը վստահ է, որ քննությունը իրականացնող մարմինը չի կարող անաչառ գործել։ Նման դեպքերում միջազգային լավագույն փորձը առաջարկում է հանրության ազդարարումը իրականացնել անմիջապես եւ չսպասել արտաքին ազդարարման վարույթների ամփոփմանը։